Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, ինչպես որ լինում է մեկ շաբաթ մյուս ալիքում, մեկ շաբաթ մյուս ալիքում, հուսով եմ ցանկություններ կան, որոշ հարցեր են առաջացել ձեր մեջ և ուզում եք իմանալ այդ հարցերի պատասխանները, համար ձեզ կօգնեն այս քարտերը, որովհետև այս քարտերի մեջ կան հարցերի պատասխաններ, որոնք որ կա և աստեղ կա և մնացած նկարները, որոնք որ պատասխանում են հենց ձեր ցանկությունների հարցերին, ձեր հարցերի պատասխանն են տալիս այստեղ։ Պահեք 4 տարբերակներից որևիցե մեկը, 4-ն էլ պետք չի պահել, որովհետև սխալ է դա, մեկը պահեք, մյուսները կարող եք լսել, բայց ընդամենը մեկ ցանկություն պետք է պահեք մեկ տարբերակում, ոչ թե մի քանի ցանկություն կամ մեկ ցանկություն բոլոր տարբերակներում, միևնույնն է այդպես սխալ կլինի, չեք հասկանա ի վերջո կլինի թե ոչ։ Մինչև խառնեմ, հուսով եմ արդեն կկենտրոնանաք, եթե ոչ, ապա կարող եք կանգնեցնել տեսանյութը և հետո վերադառնալ։ Հուսով եմ պահեցիք, մենք կսկսենք առաջին տարբերակից։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Մի փոքր այստեղ հեռու է աստղը, բայց շատ չի, եթե տեսնում եք, ընդամենը մեկ քայլ է։ Դա նշանակում է, որ մի փոքր շատ չնչին է կարող է ուշանալ, շատ չնչին։ Մինչև սկսելը նաև ուզում եմ ասել, որ կարող եք գրանցվել Facebook-ում, այնտեղ եւս տեղեկություններ են լինում, որոնք որ այստեղ չի լինում տեղադրել, լինում է այնտեղ сообществоյում տեղադրել, բայց դե ոչ բոլորն են մշտապես YouTube-ում, բայց բոլորը մշտապես Facebook-ում են։ Կարող եք գրանցվել, հղումները կան մեկնաբանության բաժնում, կարող եք գրանցվել եւ այնտեղ իմանալ նորությունները կամ թե ինչ տեսանյութեր են ընդհանրապես տեղադրվում ալիքներում, իմ բոլոր ալիքներում, որովհետև ինչ որ մեկը կարող է միտեղ շատ եք մարդկանց գրանցված եւ չի հասցնում, իմը ցույց տալ, որ այս մարդը ոչ է տեսանյութ է տեղադրել։ Այնտեղ կարող եք տեղեկանալ այդ մասին։ Այսքանը կարող եք գրանցվել, ցանկացողները կարող են գալ այնտեղ։ Սպասում ենք ձեզ։ Սովորաբար ադմիններն են աշխատում, Facebook-ում էլ, Viber-ում էլ ադմիններն են աշխատում։ Երկու տարբեր ադմին են։ Այստեղ եւս առանձին ադմին է աշխատում։
Ահա, ուրեմն, այստեղ առաջին տարբերակում հիանալի պահեր են։ Ցանկություն ընդամենը նայեք մի քայլ է հեռու, այնպես որ ինչ որ հատուկ խնդիր չկա ձեր ցանկությանը հասնելու համար, դա նշանակում է, որ հեսա էլի, բան չմնաց։ Եթե ուզում եք բիզնես բացել, ապա բացեք։ Կարող եք հանգիստ բացել, նա առաջ կգնա։ Նաև կարող է, որ այսօր չեք բացում, մի երկու օր հետո եք բացում, հա, դրա համար կաղացուց է տալիս սա, նաև կարիերայի առաջ խաղացում ունեք ըստ այս արանքում, հա։ Դա եւս միգուցե բիզնեսի հետ է կապված, կարող է ձեր գործերն եք առաջ մղում, կամ ովքեր որ աշխատում են աշխատանքի վայրում, կարիերայում բարձրացումը մի փոքր, պետք է սպասել։ Աննշան։ Նաև տեղափոխություն, հա, ոնց որ այսօր չի լինում, վաղը չի լինում, հա, կարող մեկ ամսից է լինում այդ տեղափոխությունը։ Նոր սեր, նոր հարաբերություններ, եթե պահել եք սիրում է արդյոք թե ոչ, ապա սա նշանակում է զգացմունքները դեռ այդ փուլում են, ոնց որ այդ սիրահարվածության փուլում են դեռ եւ ժամանակ է պետք, որպեսզի այն դառնա սեր։ Նվեր ստանալը եւս էլի պետք է մի փոքր սպասեք, գումար կստանաք, բայց եւս պետք է մի փոքր սպասեք, առողջության հետ կապված հարցերը եւս էլի մի փոքր պետք է սպասեք, որ վերջնականապես կազդուրվեք կամ որևէ մեկը։ Եվ այստեղ կամ ոսկի գնելը, կամ բիժուտերիան նվեր ստանալը, կամ գնելը, այսպես, հա, ինչը որ կախված է այդ ոսկեղենի եւ բիժուտերիայի հետ։ Հաղթանակը չտեսա, հաղթանակ չկա կարծես թե ոչ մի առիթով։ Ցավոք, դե միգուցե մասնակցողներ էլ չկան։ Այսքան առաջին տարբերակի համար դուք ֆիքսվեք եւ պահեք երկրորդ տարբերակը կամ եթե պահել եք, ապա ֆիքսվեք այդ ցանկության վրա։ Ինչով կխառնեմ։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր ուշանում է ցանկությունը։ Ահա, երկրորդ տարբերակում այստեղ մի փոքր ուշանում է ցանկությունը, այդքան էլ շատ չի, որտեղ իրարից շատ հեռու չեն։ Բայց այն ինչ որ պահել եք, դրանք կկատարվեն մի փոքր ավելի ուշ։ Ուրեմն այստեղ ծաղիկներ նվեր ստանալ, որ չէ, ինչ որ մեկից ումից որ սպասում եք։ Հարսանիք կամ կհետաձգեք հարսանիքը կամ այս մոտակա մեկ ամիսը չէ, հա, հարսանիքը լինելու։ Առողջության հետ կապված հարցերը եւս էլի մի փոքր էլի պետք է սպասել, որ վերջնական մարդը արդեն ապակինվի։ Հաշտեցում, ինչ որ մարդկանց հետ, եթե վիճված եք, ապա կարող եք հաշտվել կամ եթե այս ժամանակահատվածում էլ վիճվեք իրար հետ, վիճեք, ապա եւս հաշտեցում է սպասվում։
նիհարել, ովքեր որ ցանկանում են նիհարել եւս, դա կլինի մի փոքր ուշ, հա, պետք է դանդաղ է միգուցե նիհարելու process-ը ընթանում։ Նամակ կամ SMS կամ միգուցե շատ կարևոր փաստաթուղթ է եւս էլի մի փոքր ուշանում է եւ մեքենա գնելը նույնպես ինձ թվում է գումարի հետ է կապված, գումարները դեռ շատ հեռու են, դրա համար էլ դեռ պետք է սպասեք, որպեսզի գումար լինի, կարող է, հա, դա է պատճառը։ Այսքանն է կարծես թե հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել։ Կարծես թե չէ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար։ Պահեք կամ ֆիքսվեք երրորդ տարբերակի վրա։ Դեռևս ուշանում են ցանկությունները, նախորդ անգամ էր շատ լավ, ցանկությունները բավականին եղան, թե 1-2 ցանկություն եղավ։ Դե ֆիքսվեք մինչև խառնը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը եւս մի փոքր է ուշանում։ Ահա, երրորդ տարբերակում այստեղ ընկերներ հետ կարող եք հավաքվել, դե ցանկությունը ուշանում է, այստեղ տեսնում ենք, որ ուշանում է։ Ընկերներով կարող եք հավաքվել, ուրախանալ, դա եւս կուշանա։ Հեռախոսազանգ, որին սպասում եք, տեղափոխություն, մեկ այլ բնակարան, միգուցե տարածք է, եթե բնակարանը չէ, կարող է տարածք է, ինչ-որ գործեր եք անում, որտեղ դե այստեղ ուրիշ քարտեր չկա դրա վերաբերյալ։ Նվեր ստանալը եւս, կենցաղային տեխնիկա գնելը եւս, բիզնես բացելը, կարող եք բիզնես բացել կամ դա, հա, մի փոքր կարող է ուշ պետք է բացեք, ոչ այժմը կարող դեռ պետք է պատրաստվեք դրան։ Մեքենա ձեռք բերել, հեռախոս կամ ձեռք բերել կամ նվիրել, նույնն էլ մեքենան, ինչու՞ չէ։ Հաշտեցում, եթե ինչ-որ մեկի հետ վիճված էիք, հա, ապա այստեղ հաշտեցում կլինի կամ եթե չէ, ապա կարող է այդ օրն եք, այդ ժամանակահատվածում եք վիճվում եւ հետո հաշտվում եք իրար հետ։ Եվ հաղթանակ, որովհետեւ հարցում այստեղ հաղթանակ եք ունենալու։ Միգուցե ինչ-որ բան եք պահել հաղթանակի հետ կապված։ Դե սպորտը այստեղ չի երևում, միգուցե մեկ այլ հարց է։ Ինչ-որ բանի հետ է կարող կապված։ Դա այստեղ ուրիշ պահեր չկան, ոնց որ թե ոչինչ բաց չեմ թողել, որովհետև դանդաղ եւ մանրակրկիտ նայեցի։ Բաց թողնված ոչինչ չկա։ Եվ իհարկե չորրորդ տարբերակը մնաց, գոնե չորրորդում լինի ցանկությունը։
ուշանում են, բայց ամենայն դեպս կան պահեր, նկարները ցույց է տալիս, որ այո, կլինի մի փոքր ուղղակի ուշ են կարող լինել։ Գուցե եթե ժամկետ եք պահել, ձեր ժամկետից մի փոքր, պահաճամկետից մի փոքր ուշ։ Հիմա էլ պահեք մինչև խառնեմ, եթե կամ ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Ահա, կկատարվի արդյոք 4 տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը կատարվեց, զարմանալի է, չէի սպասում, այնպես որ ձեր բոլորի ցանկությունները կատարվեց։ Սպասեք ձեր ցանկություններին։ Դե եթե ձեզանից ինչ-որ բաներ է կախված, բնականաբար դուք եւս պետք է ինչ-որ բաներ անեք այդ ցանկությունը իրականանալու համար, պետք չի նստել եւ սպասել, որտեղ ինքն իրան ոչ մի ցանկություն երբևիցե չի իրականացել այսքան ժամանակ։ Դե ինչ-որ պահեր կան, եզակի դեպքեր դա կարող են լինել։ Ովքեր նոր են եւ դեռ չգիտեն, հա, այստեղ նայում եք քարտերը ֆիքսված են, բայց ես տեղադրում եմ այս քարտերը իրավունք կա, որ տեղադրվի 4 բոլորն ենք մենք նայում այս քարտերի, որովհետեւ այդպես է ասա, հա, օրենքը այս քարտերի այսպես է։ Իրավունք ունես 4 բոլորով նայել։ Պետք է հարմարեցնել ձեր ցանկություններին, այսինքն այդպես։ Իսկ մնացած քարտերը 4 բոլորը չի թույլատրվում նայել։ Եթե ֆիքսված է, ուրեմն ֆիքսված է, վերջ։ Տեղաշարժել իրավունք չունենք։ Ահա, եւ 4 տարբերակում ձեր ցանկությունները իրականացավ, շնորհավորում եմ։ Այստեղ կողեսա այն ինչ որ ասեմ, միգուցե ֆիքս ավելի է, հա, ձեր ցանկությունները ֆիքսում, եթե կա, ավելի լավ։ Այստեղ նվեր ստանալ, ծաղիկներ ստանալ, հաշտվել որևէ մեկի հետ, նաև հեռախոս գնել, այստեղ բիժուտերիա կամ ոսկեղեն, կամ նվեր ստանալ կամ գնել, նաև հավաքվել ընկերների հետ, քեֆ անել, ուրախանալ, նոր սեր գտնել, կամ եթե պայլակ սիրում է արդյոք թե ոչ, ապա այո, սիրում է, այստեղ միանշանակ լեզուներ սովորեք կամ հարցը տվել եք, հա, լեզուներ, կամ մտածում եք լեզուներ սովորելու մասին, ապա այստեղ ասում է այո, գնացեք եւ սովորեք լեզուներ։ Եվ այստեղ վարկը փակել, վերջացնել, միգուցե նաեւ սա վարկ է, որ կարող են ձեզ տրամադրել, նաեւ վարկը փակելն է սա, ընդհանուր առմամբ ավելի շատ փակելն է, պարտքերը փակել, մաքրվել այդ ամեն ինչից։ Այսքանն է։ Դե միևնույն է, ինչ էլ որ ընկած լինի այս դեպքում, ցանկությունները իրականանում են եւ ուղղակի սրանք արդեն այս պահին հավելյալ խորհուրդներ են ձեզ, միգուցե ձեր ցանկությանը ինչ որ բանով օգնում են կողքից։ Այսքանը գոնե լավ էր, վերջին տարբերակում ձեր ցանկությունները իրականացավ։ Շնորհավորում եմ բոլորին, եւս մեկ անգամ եւ թող բոլորի ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ դուք եք պատրաստ, երբ Աստված է այդպես կամենում, որ այդ ցանկությունը լինի եւ այսպես թե այնպես ոնց որ պետք է լինի այդ ցանկությունը, հա։ Եթե ինչ որ բան է ձեզանից կախված, արեք, մի սպասեք։ Այսքանը լավ եղեք։